ճշմարտություն։ Հաղորդաշար յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 20-ին Արդար Հայեմի եթերում։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, Արդար Հայեմ կայքի եթերում ճշմարտության հաղորդումն է եւ ճշմարտության որոնումներով մենք դարձյալ հյուրընկալվել ենք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աճապահյանին։ Աստված օգնական Սրբազան հայր։ Աստված բարոյական։ Սրբազան հայր, արդեն մեծ պահքի երրորդ շաբաթն անցավ, բուն բարեկենդանից, արտաքսման կիրակից, անցած կիրակի էլ նշեցինք անառակի կիրակին եւ որպես կանոն պատարագի ժամանակ ընթերցվեց անառակ որդու վերադարձը առակը, որտեղ շատ հստակ նկարագրվում էր այն որդու պատմությունը, որը այսպես տրվելով ցոփ ու շվայտ կյանքին վատնեց իր հոր ամբողջ հարստությունը, կրեց կյանքի բոլոր դառնություններն ու զրկանքները եւ վերջում հասկացավ, որ ավելի քաղցր տեղ, ավելի երանելի տեղ, քան իր հոր տունը չկա եւ այսպես զղջեց, ապաշխարեց եւ վերադարձավ։ Հիմա այս խորհրդանշական ձևակերպում, այս խորհրդանշական առակը կարծես մեր այս ազգային 30 տարիների անցած ճանապարհն էր, որ եւ անատապես եւ հավաքականապես ազգովի կարծես թե տրվեցինք կյանքի գայթակղություններին եւ մոլորվեցինք այդ բոլոր հաճույքների, գայթակղությունների բաղիվներում եւ հիմա հարց առաջացավ, որ այս զրկանքները կրելով անգամ Արցախ աշխարհը կորցնելով հասկացանք, որ վերադարձի խնդիր ունենք, որ ապաշխարության ու զղջման խնդիր ունենք։ Եվ հիմա այս ապաշխարության եւ դարձի մասին մենք ձեզ հետ բազմաթիվ անգամներ զրուցել ենք եւ դուք հստակ ձեր հղումը, ձեր հորդորը տվել եք, բայց ես կուզենայի այս հարցին մոտենանք նաեւ մեկ այլ տեսանկյունից, իր քաղաքական բովանդակության մեջ, չէ՞ որ մեր ամբողջ ազգային պետական կյանքը մենք կառուցեցինք քաղաքական այնպիսի բովանդակության վրա, որը մեզ չբերեց ազգային պետություն կառուցելու, ազգային արժեքների հիմքի վրա քրիստոնեական արդար պետություն կառուցելու, հետևաբար այն ինքն իր մեջ գեներացրեց, այն ինքն իր մեջ ծնեց ամեն տեսակի գայթակղություններ, որին չկարողացանք չտրվել, եւ հետևանքն էլ եղավ այն, ինչ եղավ։ Եվ հիմա հարցադրումս այս քաղաքական դարձի, այս քաղաքական ապաշխարության, այս քաղաքական վերափոխումի հրամայականը ինչպիսին է, այսինքն այն հոգևոր արթնությունը, որը ոչ միայն մեզ կբերի այս հոգևոր դարձին, այլ այդ հոգևոր դարձը իր մեջ կկրի նաև քաղաքական բովանդակություն, քաղաքական երանգներ եւ մենք կհասկանանք, որ նոր պետականություն, նոր արժի համակարգի վրա կառուցելու խնդիր ունենք։ Այս հոգևոր արթնության խնդիրը ինչպես կարող ենք արթնացնել մեր հայ հասարակության մեջ։ Շատ բարդ հարց է, ինչպես։ Եվ կարելի է պատասխանել, որ հնարավոր չի, որովհետև հասարակությունը, այո, անառակ որդու հետ համեմատելով, հասարակությունը, այո, անառակության ընթացքի մեջ էր եւ մսխել է իր ամբողջ ունեցվածքը, ոչնչացրել է իր ամբողջ հորինական ժառանգությունը, բայց զղջալու հակում չի ցուցաբերում։ Եվ հորենական տուն, հայրական տուն վերադառնալու ցանկություն չի ցուցաբերում։ Ինչպես կարող է այստեղ լինել զղջում կամ ապաշխարություն։ Զղջում ապաշխարությունը լինում է այնտեղ, որտեղ կա մեղքի գիտակցություն։ Եթե մեղքի գիտակցություն չկա, չի կարող լինել զղջում եւ ապաշխարություն։ Ցանկացած կետնի վրա քաղաքական կլինի, տնտեսական կլինի, սոցիալական կլինի, հուզական կլինի, բարոյական կլինի, որ գետնի վրա ուզում եք վերցրեք։ Եթե պետք է մեղքի գիտակցություն լինի, որպեսզի զղջում եւ ապաշխարություն լինի։ Եվ առավել եւս սեփական մեղքի գիտակցություն։ Հիմա անառակ որդին գիտակցեց, զղջաց, վերադարձավ եւ պատրաստ էր իբրև ծառա աշխատելու։ Ինքը հավակնություն չուներ վերադառնալու եւ վերականգնվելու իբրև որդի։ Ինքը պատրաստ էր հատուցելու իր հասցրած վնասը եւ իրեն, եւ հորենական ժառանգությանը, եւ հորը, եւ եղբորը, ինքը պատրաստ էր հատուցելու։ Այսինքն ցկյանս մնալու իբրև ծառա։ Մեր հասարակության մեջ այդ զգացումը գոյություն չունի։
սեփական մեղքի գիտակցություն գոյություն չունի ոչ մի դաշտում, առավել ևս քաղաքական դաշտում։ Հետևաբար միայն տեսական հնարավորություն կա քաղաքական դաշտին կոչելու ապաշխարության եւ ապաշխարության կոչողն էլ երևի կարժանանա ընդամենը հեգնանքի։ Բայց որ այդ իմաստով լավ չի վիճակը։ Սրբազան չեմ կարող չհամաձայնվել ձեզ հետ, այո, ասածը ճշմարտություն է, ինքը եթե դիտարկում ենք մեր այսօրվա նաև հասարակության վիճակ այս բոլոր փորձություններից, դժբախտություններից հետո, այո, 3 կարևոր հանգամանք նշեցիք, որը բացակայում է սխալի գիտակցում, հատուցում եւ ամենակարևորը պատրաստակամություն ծառայելու, որը 3-ն էլ բացակայում են, պետք է նորից հղում տամ ձեր ասած խոսքերից մեկին, որը կապված Գյումրու ընտրությունների հետ դուք շատ հստակ ասեցիք, որ այո, այդ գիտակցում այսօր անգամ չկա այս Գյումրու փոքրիկ մակարդակում, որ նորից գնում ենք այն 5 քաղաքական բանաձևերով, որոնք մեզ այս 30 տարվա մեջ հենց այս կռախին բերեցին, որում հանգրվանել ենք այսօր։ Եվ եթե լիներ այն գիտակցումը, ապա այո, այլ մոտեցում կլներ անգամ Գյումրու ընտրություններում եւ խնդիր կդրվեր ազատագրվելու այն հին իներցիայից քաղաքական այն սխալ ընթացքից, որով 30 տարի գնում ենք։ Այս առումով չեմ կարող չհամաձայնվել, բայց այստեղ կա նաև այո անելանելի վիճակը, որի մասին դուք խոսում եք, եւ այդ անելանելի վիճակում հայտնվել ենք նաև այսօրվա քաղաքական իշխանությունների վարած այս 7 տարվա քաղաքականության հետևանքով։ Ինչու միայն 7 Ինչու՞ միայն 7 Հիմա ասեմ ինչու, ես հասկանում եմ, որ այո, անցած 30-ը, դրա համար ես շեշտեցի, որ 30 տարիների ընթացքում մենք անառակ որդու կեցվածքով ենք, ուղղակի այս վերջի իշխանությունը, որ այսպես կարելի ասել զավթել է իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում, ինքը արդեն ոչ միայն անառակ որդու կեցվածք ունի, որը հնարավորություն ունի զղջալու եւ վերադառնալու եւ ծառայելու, այլ ինքը վերածվել է մեկ այլ արատի, իսկ այս արատը դրսևորվում է հուդայահամբյուր վաճառքի մեջ, որ ինք իր հուդայա համբյուրությամբ, ինչպես ասում էր, սիրում եմ, համբյուրում եմ, խոնարհվում եմ այս ժողովրդի առաջ, բայց 30 արծաթի դիմաց վաճառեց ամբողջ մի Արցախ աշխարհ։ Եվ ի տարբերություն հուդայի, որը զգաց իր սխալը եւ հաջորդ պահին, այսպես ասած, քայլ արեց կախվելու, ապա այս գործընթացը Հայաստանում տեղի չունեցավ, որը ենթադրում է ընդամենը մեկ բան, ուրեմն դեռ կա վաճառելու ինչ որ բան եւ կա գնորդ եւ խնդիրը գնում է ընդամենը պայմանավորվածությունների մեջ, թե ինչքանով վաճառել այս մնացածը։ Եվ հիմա այս խնդիրն է, որ մեզ բերել է ձեր ասած անելանելիության վիճակի։ Քաղաքական դաշտում որ խաղաքարին ձեռ տաս, այսպես ասած շախմատային տերմինաբանությամբ, ցունք ցվանգի մեջ ենք, այսինքն տանելու է մեզ պարտության։ Եվ հիմա այս դաշտում է, որ մենք առաջ ենք աշոր քաղաքական հին ձևաչափերով, ընտրությունների այս մոդելներով հնարավոր չէ դուրս գալ այս ծանր փակուղուց։ Միակ տարբերակը դարձյալ մնում է այդ հոգևոր արտնությունը։ Հիմա նորից խնդիրը վերադառնում է այդտեղ, որ այդ հոգևոր արտնությունը այո դարձ է դեպի Հայր Աստված, Աստվածային Սուրբ Իրորդություն, մեր քրիստոնեական դավանաբանություն եւ դրա վերաարժևորումով եւ վերաիմաստավորումով ազգային նոր պետություն կառուցելու գերհրամայական։ Այ խնդիրը այստեղ է կայանում եւ այս արտնության երկրորդ հարցադրումը, որ ուզում եմ տալ, այս արտնությունը պետք է բերի մեզ ազգային ազատագրական մի նոր պայքարի։ Այ արտնության այս ձևաչափը ինչպես այն տրանսֆորմացնենք, որ ինքը վերածի ազգային ազատագրական պայքարի, որտեղ հակառակ դեպքում ձեր ասած որևէ ճանապարհ, որևէ լուծում, որևէ ելք չկա, որտեղ բոլոր քայլերը փակուղու մեջ են։ Փակուղու մեջ են եւ փակուղու մեջ էլ կմնան։ Որովհետև այդ ազգային ազատագրական պայքար լինելու համար պետք է նախ այստեղ էլ հագարակ մոտեցումով կամ նմանատիպ մոտեցումով, ինչպես ուզում եք, պետք է ֆիքսես մի բան, որ ազգային ազատագրական պայքար կարող է լինել այնտեղ, որտեղ կա ստրուկ լինելու գիտակցություն։ Չէ՞։ Որտեղ պետք է ազատագրվելու համար պետք է հասկանամ, որ ստրուկ եմ, որպեսզի ազատագրվեմ։ Եթե ես ինքս ինձ ստրուկ չեմ համարում, ինչի՞ց ազատագրվեմ։ Երբ որ կա մեր ժողովրդի մի զգալի մասը, պատրաստ է ստրուկ լինելու, որովհետև ստրուկությունը ենթադրում է անշուշտ որոշակի ազատությունների սահմանափակում, բայց նաև որոշակի ապահովվածություն սնունդի,
որոշակի բարեկեցության եւ հնարավորություն առանց պատասխանատվության ապրելու։ Ստրուկի պատասխանատվությունը ընդամենը հնազանդ իր տիրոջ հրամանները կատարելու մեջ չի, ինչու ազատագրվի։ Եվ մենք հիմա գերի ենք փողին, որովհետև ազատագրությունը անորոշություն է։ Իսկ անորոշությունը դա ենթադրում է, որ դու պետք է վերցնես քո վրա պատասխանատվությունը այդ անորոշ մարդահրավերներին պատասխանելու։ Ինչու վերցնել քո վրա պատասխանատվությունը, երբ որ կարելի է ուրիշի վրա նետել։ Մեր հասարակությունը խուսափում է այդ պատասխանատվությունից, ինքնուրույն լինելու պատասխանատվությունից, ազգային սեփական պետություն ունենալու պատասխանատվությունից ինքը խուսափում է, որովհետև դա պատասխանատվություն է։ Ավելի լավ է լինել վասալ հյուսիսին կամ հարավին, Ամերիկային կամ Ռուսաստանին, Իրանին կամ Թուրքիային կամ նույնիսկ Ադրբեջանին, լինել վասալ եւ այդ վասալությամբ արդարանալ, դե որ մենք, որովհետեւ ամեն բան մենք չենք լուծում, մեզ չի տրված այդ հարցերը լուծել, մեզ փոխարեն լուծել են, հետեւաբար մեզ մնում է համակերպվել։ Ստրուկի մտածողություն ունեցողը, վասալի մտածողություն ունեցողը ի բնե ի ծնե եւ պատասխանատվություն սեփական պատասխանատվությանից խուսափողը չի կարող երբեք ազգային ազատագրական պայքարի մասնագիծը դառնալ, որովհետեւ ինքը գոհ է իր վիճակից, որովհետեւ այդպես ավելի ապահով է։ Այնպես որ ազգային ազատագրական պայքարի, ինչպես ասում են, նախադրյալներ մեր իրականության մեջ չկան, որովհետեւ չկա ստրգացված կամ ստրուկ լինելու գիտակցություն։ Եվ նախ եւ առաջ մենք ստրուկ ենք մեղքի, հետո նոր մնացածի, որովհետեւ մեղքի հետևանք է այն, որ մենք տեր ենք փնտրում հյուսիսում եւ հարավում։ Այնպես որ այստեղ նույնպես վիճակը լուսավոր չի եւ մխիթարական չի, բացարձակապես։ Հիմա դուք ասում եք հայկական նոր պետություն, ինչ հայկական նոր պետություն, ընդամենը պետք է ստեղծել հայկական պետություն, պետք է ստեղծել հայկական պետություն։ Չի ստեղծվել հայկական պետություն 1991 թվականին, դրա հետևանքը եղել է հաջորդ իշխանությունը, դրա հետևանքը եղել է հաջորդ իշխանությունը ավելի վատ եւ ավելի վատից հետո եղել է ամենավատ իշխանությունը, բայց եթե այսպես գնա, սրանից հետո ավելի վատ իշխանություն է գալու։ Որովհետև մենք չենք կասեցնում այդ գլորվելը։ Շարունակական գլորումը ընդհատող չկա, ընդհատող ուժ, քաղաքական ուժ առավել եւս չկա։ Ցանկացած քաղաքական ուժ գալիս է իշխանության, մեղադրում է նախորդ ուժին, ասում է, որ շատ վատ է վիճակը, որովհետև նախորդ ուժը քանդել է եւ շարունակում է ավելի շատ քանդել։ Էս է եղել բոլոր 4 իշխանությունների ժամանակ։ Հրաբարակային կամ ոչ։ Այդպես չէ։ Այդպես է։ Ուրեմն ՀՀՇ-ն եկել է իշխանության, մեղադրել է 70 տարվա կոմունիստական ցույց, որտեղ ամեն ինչ ոչ մի բան չկա, ոչ տնտեսական կապեր կան, ոչ բաներ կան, ոչ արտադրություն կա, ոչ բան չկա։ Ամեն ինչ կա, ամեն ինչ քանդել է։ Հաջորդը եկել է ասել է ՀՀՇ-ն լրիվ քանդել է, չեմ կարող սարքել։ Հաջորդը եկել է չի ասել բացահայտ նախորդը քանդել է, բայց ցույց է տվել, որ քանդել է եւ ինքը ինչ-որ բան է սարքում, ես էլ եկել է լրիվ է քանդել, հողին է հավասարեցրել նաեւ պետականության այն փշրանքները, որոնք կային։ Հիմա եթե այս process-ը շարունակվի, հաջորդ քաղաքական ուժը լինելու է առավել վատթար։ Առավել վատթար։ Որովհետև եթե իր նպատակը ընդամենը իշխանության գալն է սեփական հարցերը լուծելու համար, ինքը ոչ մի հարց չի լուծելու։ Սեփական հարցերից սեփական բարեկեցությունը լավացնելուց բացի, ինչպես այսօրվա իշխանությունն է։ Այսօրվա իշխանությունը հեղափոխական լոզունգներով եկավ, չէ՞։ Թալանը պիտի դադարեցներ եւ այլն։ Ավտոբուսով պիտի ման գային, մետրոյով պիտի գնային գործի, պատավատայ պետությունը պիտի դատարեր եւ այլն, չէ, պիտի քչով բավարարվեին։ Նրանք սև եղանակով էին մխսում բյուջեն, սրանք օրինական ճանապարհով բացահայտ պարգևավճարների օրը ցերեգով Այս մոտեցումով ոչ երկիր կստեղծես, ոչ պետականություն։
Եվ դրա դիմաց, երբ որ մյուս քաղաքական ուժերը ոչ թե ասում են վատ է, որ այսպես է, այլ մտածում են, որ ինչ լավ կլինի, երբ որ մենք լինենք, ոչ մի լավ բան չի սպասում։ Այս առումով էլ չեմ կարող չհամաձայնվել ձեզ հետ Սրբազան հայր, բայց երկու կարևոր շեշտադրում, որը դուք նշեցիք, կուզենայի անդրադառնալ։ Մեկն ասեցիք ազատագրում, այո, ազատագրում մեղքից, ազատագրում մամոնից, որտեղ մենք ինքներս հենց այսօր դրա ազատագրման խնդիրն ունենք, որտեղ երբ որ ասում ենք հոգևոր արթնություն եւ ասում ենք հոգևոր արթնությունը պետք է դրսևորվի ազգային ազատագրական շարժման մեջ, ինքն իր տարբեր դրսևորումներն ունի այդ ազգային ազատագրական շարժում։ Առաջին հերթին, այո, ինչպես ասում ենք, մենք ինքներս մեզանից, մեր սխալներից, մեր մեղքերից, մեր արատներից, երկրորդ մակարդակը ներքին թշնամուց, երրորդ մակարդակը արտաքին թշնամուց եւ չորրորդ մակարդակը նեոգաղութային այն իրավիճակից, որում հայտնվել ենք, ինչպես նաեւ դուք դա շատ հստակ նշեցիք, որ միթե այս իրականությունը, որը կա, ազգային պետություն էր, որտեղ մենք ի սկզբանե սրանից դեռ 35 տարի առաջ ուզում ենք պետություն կառուցենք, մենք չհասկացանք, որ անկախության կամ ազատության այս տարբերակի մեջ հայտնվելու ենք նեոգաղութային մի համակարգում, որի մեջ արդեն մենք ինքներս ստրույք էինք լինելու։ Հետևաբար չկար նաև ազգային պետություն ստեղծելու այդ պատասխանատվությունը։ Եվ հիմա հարցադրումս դարձալ այս շեշտադրումով ձեր ասած պատասխանատվության։ Պատասխանատվությունը ինքնին ենթադրում է, այո, ազգային ընտրանի մի սուբյեկտ, ով վերցնելու է իր վրա այդ պատասխանատվությունը եւ ազգային պետություն կառուցելու գերխնդիրը դնի իր առջև։ Բայց ազգային պետություն կառուցելը օթից չէ, նա պետք է ունենա համարժեք արժեհամակարգի հիմքի վրա։ Եթե մենք սրանից 35 տարի առաջ որդեգրեցինք արևմտյան մոդելներ եւ արժեհամակարգերը եւ դրա վրա սկսեցինք պետություն կառուցել, որը ինչ որ միտեղ խորթ էր մեր ազգային արժեհամակարգին, ապա այն ունենալու էր այն հետևանքը, որին հասանք։ Հիմա հարցադրումս արդյոք այդպիսի ազգային պետության պատվեր, այդպիսի սոցիալական պահանջ, ազգային առաքելության գերխնդիրը ձևակերպելու եւ հասարակություն իջեցնելու սուբյեկտ Հայաստանում ձևավորելու խնդիրը ինչպես է լուծվում եւ այստեղ արդյոք եկեղեցին ինքը կարող է նման պատվեր ուղղակի իջեցնել հասարակություն, որ այն միավորը, այն սուբյեկտը, ով կձևակերպի այդ ազգային արժեհամակարգի վրա ինչ է ազգային պետությունը եւ կլծվի, կստեղծի այն մեխանիզմները, որը տանելու է այդպիսի պետության կառուցմանը, ինքն էլ կհանդիսանա ձեր նշած այն պատասխանատու ազգային սուբյեկտը, ընտրանին իշխանությունը, որը արժանի կլինի։ Մենք 30 տարվա մեջ այդպիսի պատասխանատու սուբյեկտ չձևավորեցինք, այսինքն ազգային իշխանություն չձևավորեցինք։ Եվ հիմա սրա խնդիրը կա։ Այստեղ ինչպես է տեսնում նաև եկեղեցու դերակատարությունը, որպես այդ հանրային պահանջը, սոցիալական պատվերն իջեցնողի։ Սոցիալական նման պահանջ գոյություն չունի։ Բայց եկեղեցին այդ պատվերը միշտ էլ իջեցրել է, բայց քանի որ դա չի համապատասխանում սոցիալական պահանջին, դա չի ձևավորվում։ Ուրեմն սոցիալական պատվերը պետք է համապատասխանի սոցիալական պահանջին։ Երբ որ սոցիալական պահանջը այլ է եւ եկեղեցու կողմից տրված պատվերը այլ, այդ պատվերը երբեք չի իրականանա, որովհետեւ այդ պահանջը սոցիալական խավերի մոտ վերև կամ ներքև, էլիտար կամ ոչ էլիտար, գոյություն չունի։ Ազգային պետություն ստեղծելու ցանկություն չի եղել եւ այսօր էլ չկա։ Երկրորդ, ազգային աստվածի դեռ հստակ պատկերացում չկա։ Այ ռաբիս երաժշտություն լսողը կամ ռաբիս կյանքով ապրողը, որտեղ ռաբիսը միայն երաժշտություն չի, ռաբիսը ապրելակերպ է։ Ուրեմն ռաբիս ապրելակերպով ապրողը ինքը իրեն համարում է խորապես հայ, չունենալով ոչինչ հայկական, ոչ իբրև մտածելակերպ, ոչ իբրև կենցաղավարություն, ոչ իբրև բարոյականություն, ոչ իբրև արժեհամակարգ, ոչ իբրև դավանություն, ոչ իբրև կրոն, ոչնչով հայ չլինելով, ինքը համարում է, որ ինքը ամենահայն է։ Դու ես վիճակով ինչ պատվեր պիտի ձևակերպես։ Ամեն ինչ, վերջ-վերջով պտտվում եք եւ գալիս ենք, ամեն ինչ գալիս հասնում ենք ախտորոշման։ Սեփական ախտորոշում, երբ մինչև չունենանք, չենք կարող։ Մինչև մենք չզգանք յուրաքանչյուրս, որ մենք հայ չենք կարող հայկական պետություն ստեղծել։ Մեր ստեղծածը կլինի պսևդոհայկական, որովհետև մենք պսևդոհայ ենք։ Ինչպես կարող է լինել մարդը
կարող է լինել պսևդո հայկական մշակույթի, պսևդոն էլ ասեն կեղծ, որովհետև մեծ մասը չի հասկանալու պսևդո ինչ։ Կեղծ հայկական մշակույթի, կեղծ հայկական բարոյականության, կեղծ հայկական վարքի բարքի, կեղծ հայկական կենցաղավարության կարող է լինես եւ ստեղծես հայկական պետություն։ Դա հնարավոր չի։ Լինես անաստված, հա, եւ ուզենաս ստեղծել առաջին քրիստոնյա երկիրը, առաջին քրիստոնյա պետություն բրենդով երևաս աշխարհին, չունենալով ոչ մի հասկացողություն քրիստոնեությունից, ուզենաս առաջին քրիստոնյա երկրի բրենդը ունենալ, ինչպես է հնարավոր, խայտարակվես։ Հիմա ոնց որ ես, ասենք, քիմիայից ոչ մի, չգիտեմ, 30-40 տարի առաջ ինչ-որ մի երկու բան H2-ից բացի ուրիշ բան չեմ հիշում, հա, փորձեմ քիմիայի մեջ հայտ ներկայացնել, ծիծաղելի չեմ լինի։ Խնդան, չէ, ծիծաղեն չէ ինձ վրա։ Եվ իրավունք ունեն, չէ, ծիծաղելու, իրավունք ունենան հեգնելու, իրավունք ունենան ծաղրելու։ Հիմա լինելով քո կեցվածքով, մշակույթաբանությամբ, մտածողությամբ, վարքով, բարքով, դավանանքով, կրոնով, ամեն ինչով, ոչ հայ, ինչպես կարող ես ստեղծել հայկական պետականություն։ Չես կարող։ Եվ ինչքան ուզում է եկեղեցին պատվերը իջեցնի, եկեղեցին պատվերը իջեցրել է։ 1700 տարի է պատվերը իջեցված է։ Բայց այդ պատվերը մերժվում է սոցիալական բոլոր խավերի կողմից։ Բոլոր անխտիր։ Այնպես չի, որ ռանչպարը մերժում է, հա, բայց մտավորականը ընդունում է։ Մտավորականները ամենամեծ մերժողներն են։ Մտավորական իրեն համարող խավ, որտեղ ինքը մտածում է զարգացվածությունը, կրթվածությունը դա ինքնաբերաբար հանգեցնելու է կրոնից հեռանալու։ Եկեղեցուն մերժելուն։ Այդ սովետական դաստիարակությունը կամ նախասովետական նույնիսկ դաստիարակությունը սոցիալ-դեմոկրատական, որ կրոնը հաշիշ է, եկեղեցին եւ այլն, վատ բան է։ Դա այնպես է նստած մեր սոցիալական խավերի մեջ, որ դրանից ազատագրվելու համար գիտակցություն է պետք։ Իսկ այդ գիտակցությունը չկա եւ հույս էլ չկա որ լինի, որովհետեւ ասում եմ ախտորոշում, սեփական ախտորոշում չկա։ Այս մեր միջավայրի հասարակության որ խավին կարող ես բացատրել, կա այդպիսի խավ, որին կարող ես բացատրել, որ իր վիճակը բավարար չէ հայ կոչվելու համար։ Կա այդպիսի մի խավ։ Չկա այդպիսի մի խավ։ Բոլորը բավարարված են իրենց հայկականությամբ։ Բոլորը ռուսախոսը, անգլիախոսը, թուրքախոսը, հայերեն լավ չիմացողը, հայոց լեզվին լավ չտիրապետողը, ուրեմն ինչպես ասացի, արաբա-թուրքական երաժշտություն լսողը, եկեղեցու պատին վալոտ խզբզողը, բոլորը իրենց հայկականությամբ գոհ են եւ իրենց հայկականությամբ հբարտ, չունենալով ոչինչ հայկական։ Չկա այդպիսի մի խավ, որը ասի, որ գիտեք ինչ, ես թերի եմ իմ հայկականության մեջ, կրոնական մագարտակի վրա, աթեիստը, բողոքականը, աղանդավորը, ոչ առաքելական հարանվանությունների ներկայացուցիչները, կեղծ առաքելականները, բոլորը գոհ են իրենց կրոնական վիճակից, չկա դժգոհ, որևիցե խավ դժգոհ չէ իր վիճակից, սովորելու ցանկություն, ավելիին հասնելու, ավելի բարձրանալու ցանկություն չկա։ Այդպիսի պայմաններում ինչպես կարող է եկեղեցին ձեր ասած պատվերը իջեցնելուց հետո, որը իջեցված է, պատվերը իջեցնելուց հետո հավակնել, որ ինչ-որ բան կփոխվի։ Արդեն իսկ երբ որ դուք ասում եք պատվերը ինչու չի իջեցնում, սա խոսում է այն մասին, որ չեք տեսնում, որ պատվերը իջեցված է։ Եկեղեցին այդ պատվերը հայել իջեցրել է 1700 տարի իջեցված է։ Կարծում եմ ժամանակները փոխվել են Սրբազան այ դուք բազում այստեղ խնդիրներ առաջ քաշեցիք, որով ժամանակների իշքան ուզում է փոխվի, մարդը նույնն է։
Մարդը նույնն է։ Դու նույնն ես, ինչ որ 1700 տարի առաջ։ Մարդը ինքը իբրև ֆիզիոլոգիա չի փոխվել 1700 տարվա մեջ, նույն մարդն է, նույն մտածողությունն է, նույն կենցաղավարությունն է, նույն ձևերն են, նույն մեթոդներն են։ Ընդամենը դու այսօր օգտվում ես այն տեխնոլոգիական հնարավորություններից, որոնցից 50 տարի առաջ ոչ մեկը չէր օգտվում։ Բայց դրանով դու չես փոխվել։ Քո հնարավորություններն են փոխվել, բայց դու չես փոխվել։ Դու նույնն ես։ Կարծում եմ փոխվել են ձեր ասած երի հղում տամ ձեր խոսքին, որ կա սոցիալական պատվեր, ինչպես ասում եք, որ եկեղեցին 1700 տարի եւ ավելի չեսրել է, եւ կա հասարակական պահանջ, որը իրար հետ չեն համապատասխանում։ Այս առումով փոխվել է հասարակական պահանջները։ Հասարակական պահանջները, որը մի կարևորագույն թեմա է, որին մենք կանրադառնանք հուսով եմ հետագա հաղորդումների ընթացքում, այս հասարակական պահանջը, որը եկել է արդեն նոր ժամանակների շնչով գրեթե 300 տարի որպես քաղաքական բովանդակություններ, եւ այդ քաղաքական բովանդակությունները ստեղծել են քաղաքական ինքնություն եւ քաղաքական կարգ, արժեքարգ եւ դրա հիմքի վրա առաջացող պետություններ, այս համակարգն է, որ փոխարինեց հին պատվերին։ Եվ հիմա մեր աչքի առաջ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում քանդվում է այս քաղաքական պահանջը, այս քաղաքական բովանդակությունները, եւ հիմա նոր բովանդակություն, նոր պահանջներին համապատասխան պատվեր է պետք, եւ դրան համարժեք նոր պետության ձևաչափ է պետք։ Եվ այն ինչ դուք որ նկարագրեցիք, դարձյալ համաձայն եմ ձեզ հետ, որ չկա այդ գիտակցումը, որովհետև այս 30 տարիներ այո նման էին մեր անառակ որդուն, որը չէր հասկանում ինչ պահանջ ունի ինքը, ուր պետք է վերադառնա։ Հիմա չի հասկանում։ Բայց Արցախի կորուստը եւ այս օրհասական վիճակը մեզ ստիպելու է այդ դարձին։ Ոչ, եթե ստիպեր, արդեն ստիպած կլիներ։ Եթե ստիպեր, 2020 թվականի պարտությունը ստիպած կլիներ, 2023-ի Արցախի հայաթափումը ստիպած կլիներ։ Եթե կանել 1915 թվականի ցեղասպանությունը կլիներ։ Մեզ ոչ մի բան, եւ ոչ մի կատակլիզմ, եւ ոչ մի ողբերգություն խելքի չի բերում։ Սա է ցավալի իրականություն։ Այստեղ էլ որոշակի առումով չեմ կարող ոչ մի շոկային թերապիա մեզ վրա չի ազդում։ Բացարձակապես։ Մենք ինչ որ յուրօրինակ տեսակ ենք մարդկության մեջ, որին բարեկեցությունը փչացնում է, ողբերգություններն ու կորուստներն էլ չեն խրատում։ Ոչ լավն է խրատում, ոչ վատը։ Ոչ ողբերգությունը, ոչ բարեբախտությունը։ Բարեբախտությունից շփանում ենք, ողբերգությունից չենք խրատվում։ Հիմա ես ձեր ասածի վրա քարոզ եմ խոսել անառակի որդու վերաբերյալ եւ Սուրբ Գրքից մի մեջբերում արեցի։ Դրանով էլ ձեր այս հարցին պատասխան տված կլինեմ, որտեղ ասում է բոլոր ժողովուրդները ինչ ճանապարհով ուզում է թող ընթանան, բայց մենք ընթանալու ենք մեր Տեր Աստծո ճանապարհով հավիտյան եւ ընդմիշտ։ Հայ ժողովրդի առաքելությունը Հայկ Նահապետով ձևակերպված եղել է սա։ Մյուս ժողովուրդները բելի ճանապարհով կգնան, Նեբրովտի ճանապարհով կգնան, ինչ ճանապարհով ուզում են գնան, ասաց Հայկը, բայց մենք գնալու ենք այն ճանապարհով, որը մեր Տեր Աստծունն է, եւ մենք այդ ճանապարհի վրա պիտի մնանք հավիտյան եւ ընդմիշտ։ Ցավոք, ոչ հավիտյան եւ ոչ էլ ընդմիշտ չմնացինք։ Միշտ այն մյուս ճանապարհները փորձեցինք։ Իսկ այդ ճանապարհները հարյուրավոր հազարավորներ են։ 100 հազարավոր ուրիշ ճանապարհներ կան։ Մենք դեռ այդ ճանապարհների փորձարկումների վրա ենք։ Եթե հասնենք արդեն միլիոներորդ փորձարկվելիք ճանապարհին, եթե էլ փորձարկենք ու տեսնենք, որ միլիոն մեկերորդ ճանապարհ արդեն չկա, նոր կվերադառնանք մեր ճանապարհին։ Էս է ցավալին։ Իսկ մեր ճանապարհը շատ հստակ գծված է դեռ ոչ թե 1700 տարի առաջ, 1700 տարի առաջ, այո, մեկ անգամ եւս վերահաստատված է, բայց մեր ճանապարհը գծված է Հայկ Նահապետի կողմից։
Հավատարիմ կլինեք այդ ճանապարհին, կշահեք, անհավատարիմ կլինեք այդ ճանապարհի նկատմամբ, կտուժեք, եւ հայկը կպարտվի ոսող բելին։ Սրբազան այր, շնորհակալ եմ, որ այդ օրինակը բերեցիք, որտեղ իմ եւ վերջին խոսքը հենց պետք է տրամաբանորեն հանգեր դրան, դուք արդեն այդ տրամաբանությունը ինձ հուշեցիք, որ այո, որ մեզ որևէ փորձություն, որևէ դժբախտություն չի դառնում խրատ մեր կյանքը փոխելու համար եւ այդ դեպքում իմ տրամաբանական հարցը ծագելու էր հենց այդտեղ իսկ գուցե ոչ միայն դժբախտությունը պետք է մեզ ուղղեր, այլ բարձրագույն մի վեհ իդեալ եւ այդ վեհ իդեալը դուք արդեն սահմանեցիք տիրոջ օրենքով, տիրոջ կամքով ընթանալու ճանապարհն է մեր ազգային առաքելությունը, որը զգացմունքային դաշտից ավելի վեր պետք է լինի, քան հիմա կա, որտեղ ինչպես դուք շեշտեցիք, այո, մենք յուրաքանչյուրս հայ ենք ձևանում մեր զգացմունքների մեջ, որը չի ձևակերպում բանական գիտակցական մակարդակում ինչ է հայը եւ ինչ է ազգայինը, առավել եւս խորքային առումով չի կարող ընկալել որն է Աստծո օրենքներով եւ ճանապարհով շարժվելու հայի իսկական կերպարը, այն ձեր ասած կեղծ տեսակին հակառակ, որը կառուցելու է իրական ազգային պետություն։ Եվ հենց այստեղ այս հրամայականով ուզում եմ ավարտել մեր այսօրվա խոսքը, որ այո եւ հայկից սկսած եւ հետո քրիստոնեության ընդունմամբ եւ նաեւ այսօր ու նաեւ վաղը մեր գերխնդիրն է գիտակցական մակարդակում հասկանալու ձևակերպելու թե ինչ է ազգային արժեհամակարգը, ինչ է ազգային առաքելությունը եւ այս հիմքի վրա ձևավորելու այն ազգային ընտրանին, այն վերնախավը, այն ընտրանին, ով կարող կլինի կառուցելու ազգային պետություն եւ այստեղ մեծ կարեւորություն եւ դերակատարություն ունի այդ ազգային արժեհամակարգը իր մեջ կրող, խտացրող եւ 1700 ամյա այս ընթացքով տանող հայոց առաքելական եկեղեցին եւ թող այս պահքի շրջանն էլ լինի այն ինքնամաքրումի, այն զղջումի, այն գիտակցումի ճանապարհը, որ անցնելով այս բոլոր կիրակիների խորհրդով մենք կարողանանք հասնենք Սուրբ Հարության տոնին եւ այդ Սուրբ Հարության տոնը մեզ համար լինի ազգային հոգեվոր արթնության կիզակետ, որից հետո կարողանանք ընթանալ կյանքի մի նոր ընթացքով, խորքի մեջ հասկանալով որն է հայոց ազգային առաքելությունը, որն է Տիրոջ կամքը եւ այդ կամքի համաձայն կայացնենք նաեւ մեր առաքելությունը։ Աստված։ Թող լինի։ Ինչպես ասում եք, եղիցի, այո, շնորհակալություն եւ արդեն ավանդույթ է դառնում այս եղիցին մեր հաղորդումների համար։ Շնորհակալ ենք ձեզանից Սրբազան հայր, Աստված օգնական։ Աստված բաբա։ Ճշմարտություն։ Ողջ ճշմարտությունը մեր իրականության մասին Միքայել arczepiskopos Աջապահյանի կողմից։ Հաղորդաշար յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 20-ին Արդար Հայեմի եթերում։